Ազգային ժողովի փետրվարյան առաջին քառորյան այնքան բուռն էր, որ մինչև հիմա ռեզոնանսներ է առաջացնում մամուլում։ Պատգամավորների դատին կառավարությունը ներկայացրել էր մի օրինագիծ, որով առաջարկում էր նախ հողի հարկն ու գույքահարկը այսուհետ սահմանել իբրև տեղական հարկատեսակ, եւ դա համարելով պարտադիր ավելացնել նաեւ տեղական բնույթի նոր արդեն ոչ պարտադիր հարկատեսակներ, որոնք կարող են կիրառվել համայնքներում ավականու հայեցողությամբ։ Ասենք, եթե Գյումրին իբրև համայնք կնախընտրեր ավտոկայանատեղիներից հարկ գանձել, ապա օրինակ Ջերմուկը գուցե գերադասի բյուջեն հարստացնել հյուրանոցային հարկատեսակից ստացված գումարներից, ընդամենը մի պարզ պատճառով, որ կուրորտային քաղաքում ամենատրամաբանական հարկատեսակը հենց հյուրանոցային կոչված հարկն է։ Վաչե Տերտերյանը, որ աշխատանքային հաջորդ շաբաթվա սկզբին պատրաստվում է մեկ անգամ եւս արդեն ազգային ժողովի երկրորդ ընթերցմանը ներկայացնել հարկային փոփոխությունների փաթեթը, կրկին պարզաբանում է, թե ինչ է ուզում փոխել մեր կյանքում կառավարությունը փոփոխությունների այս օրինագծով։ Կառավարությունը ասում է, որ այս տեղական հարկերից գույքահարկի եւ հողի հարկի համար, որոնք այս օրինագծով առաջարկում է սահմանել որպես տեղական հարկ, արդեն ունեն գործող օրենքներ, մյուսների համար առանձին կմշակվեն օրենքներ այս կամ այն հարկատեսակի մասին, որոնք բնականաբար կներկայացվեն ազգային ժողովին։ Երևան, Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ։ Երևանցիները դեռ երբեմն հիշողության թելադրանքով ժամադրվում են Սևան հյուրանոցի մոտ։ Արդեն 10 տարուց ավելի է, որ երբեմնի քաղաքային կոլորիտի մի գեղեցիկ մասը կազմող շինությունը չկա։ Իշխանությունները այն սեփականաշնորհել են, սեփականատերը քանդել է շենքը, առանձնացրել տարածքը արտաքին աշխարհից ու մատնել անտերության։ Եվ ով է տերը պետությունից օտարված այս շին հրապարակի, գուցե այնքան էլ կարևոր չէ։ Կարևոր է այն, որ նա որևէ կերպ պատասխանատվություն զգա ստեղծված իրավիճակի համար։ Սևան հյուրանոցը ցավոք միակը չէ, նման շենքեր Երևանում բազմաթիվ են։ Հեռու չգնանք, ֆասադը, որ տեսնում ենք, դարձյալ հնաբնակներին կհիշեցնի նախկին 80-90-ականների կրթության նախարարության շենքը։ Դարձյալ անտերություն, դարձյալ անհասցե ու անորոշ ապագայով։ Վերադառնանք տեղական հարկերի հիշատակված փաթեթին։ Այն մի դրույթով ուղղակիորեն առնչվում է մեր ավերակներին ու նրանց սեփականատերերին։ Նոր հարկատեսակը տեղական ինքնակառավարման մարմնին հնարավորություն կտա այդպիսի կառուցապատողից գոնե հարկեր գանձելու, քաղաքացիներին պատճառած անհանգստության, ինչպես նաև պետական նշանակության հողատարածքները ոչ նպատակային օգտագործելու համար։ Հարկատեսակը հենց այդպես էլ կոչվում է։ Դե բերեք հիմա Երևանն նայենք, այ մեր պատուհանից դուրս նայենք, տեսնենք Երևանի կենտրոնում քանի հատ անավարտ հսկայական շենքեր կան։ Ինչի՞ չեն այդ շենքերը ավարտում։ Միջոց չկա, այսօր բանկերը լիքը միջոց են տալիս։ Թող վերցնեն արագ ավարտեն։ Ոչ, նպատակը դա չի։ Այդ շենքերը որ ավարտեն, իրանք հարկատու են դառնալու։ Իսկ այսօր սպասում են վաճառեն, որ առնողը հարկատու դառնա։ Բերեք հասարակ Երևանցուն հարցնենք, իրանք ուզում են, որ այդ շենքերը ավարտվեն, իրանք փոշի ու կեղտից պրծնեն։ Փորձագետը վստահեցնում է, որ տեղական հարկեր սահմանելը ոչ միայն սոցիալական լարվածություն չի բերի, այսինքն գյուղի կամ քաղաքի սովորական բնակիչը ոչ միայն չի տուժի, այլ կարող է նաև շահել, բայց նախ սկսում է այնտեղից, որ տեղական հարկերը ինչ որ մեկի քմահաճույքով չեն ներմուծվում։ Դա ամրագրված էր 2005-ից սահմանադրությամբ։ Ինչ ասեցինք դրանով, ասենք որ տեղական հարկերը դրանք սահմանադրական պահանջ են լինելու են, ասենք որ եվրոպական խարտիայի պահանջներով տեղական հարկերի դրույքաչափերը պետքա սահմանի համայնքի ավականին օրենքով սահմանված դրույքաչափերի միջակայքում, ասեցինք որ տեղական հարկերը ամբողջությամբ պետքա մուտքագրվեն տվյալ համայնքի բյուջե, որտեղ նրանք գոյանում են։ Եվ այդուհանդերձ իրականությունն այն է, որ ազգային ժողովում ներկայացված օրինագիծը ավելի շատ հարցեր առաջացրեց, ու եթե падգամավորները անկախ քաղաքական իրենց կողմնորոշումներից միանշանակ կողմ են, որ համայնքները կամ այլ խոսքով տեղական ինքնակառավարման մարմինները պետք է սեփական հարուստ գանձարանը ունենան, ապա մտահոգությունը առանձին հարկատեսակների բովանդակային մասով է։ Կառավարությունը ասում է դուք առայժմ քվեարկեք այս փաթեթի օգտին, հետո մենք առանձին օրենքներով կբերենք։ Այնինչ բնական է, որ որևէ падգամավոր դա չի կարող կատարել։ Բնավ այնպես չէ, որ վաղ որևէ համայնքի ավականին կիրառելու է որևէ նոր հարկատեսակ։ Դրանք դեռ պետք է հիմնավորվեն քննարկումներում, հետո էլ օրենքներով ու նախագահի վավերացումով։ Միայն դրանից հետո տվյալ համայնքը կորոշի, թե որ հարկատեսակն է իր համայնքի դեպքում կիրառելի, բայց հիմնավորումներ կոնկրետ հարկատեսակների մասով այսօր էլ կան։ Տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ։ Եթե սա վճարում են վարորդները, ինչպես եվրոպական երկրներում կամ
Միացյալ Նահանգներում, զարգացած պետություններում ընդհանրապես վարորդները վճարում են վճար կամ հարկ, ասենք, որը գնում է տեղական բյուջեի եւ նպաստում է փողոցների բարեկարգմանը, նոր կայանատեղերի ձևավորմանը, միանշանակ բոլորը կողմ կլինեն։ Իսկ եթե սա հարկ է, որը ենթադրում է, որ պետք է վճարել կայանատեղերի ծառայություններ մատուցող ընկերությունը, ապա սա հարկ չէ։ Սա պարզապես քաղաքացիական իրավական դաշտում լուծվող շարքային վարձավճար է։ Մենք բոլորս ամբողջ բնակչությամբ ինչ որ վճարներ վճարում ենք, բայց ես համոզված եմ 1000 մարդու եթե հարցնենք 999-ը վստահ չի, որ իր վճարածը օրինականը, իր վճարածը հասցեականը, իր վճարածը նպատակային է եւ այլն։ Անձամբ մեկը ես ինքս էլ չգիտեմ որ տեղում որ փող պահանջողից կամ սպասողից ում ինչի համար են վճարում։ Մենք ցավոք սրտի ունենք ընդամենը 3 համայնք, իմ պատկերացմամբ օրինակ հարկերով կայանատեղիների կամ հարկերով կարող են այդ հարկը կիրառելի կամ էֆեկտիվ կարող է լինի Երևան, Գյումրի, Վանաձոր, հյուրանոցային հարկ։ Արդյոք սա չի բարձրացնի հյուրանոցային ծառայությունների վճարները կամ ուր է ուղղվելու այս հարկը կամ եթե մենք ունենք համայնքներ, օրինակ Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, որտեղ կամ նույն Երևանը, որտեղ լավ զարգացած է հյուրանոցային տնտեսությունը, իրենք ավելի շատ բյուջեին գումարներ կհավաքեն, սակայն 913 համայնքներից երևի թե 90%-ում ոչ մի հյուրանոցային համալիր գոյություն չունի։ Որտեղից են այդ համայնքների իրենց բյուջեները համալրելու։ Okay, իսկ ով ասում որ հյուրանոցային հարկատեսակը կգրվի այնպիսին, որ նա կիրառելի կլինի կամ կկիրառվի նաև հատկապես ույց համայնքում վերջաշով օրենքով կարելի է դիֆերենցիալ նաև այդ հարկատեսակների կիրառման արելան։ Հանրապետական Վարդան Այվազյանը չնայած ընդունում է, որ գաղափարական առումով օրինագիծը կարևորագույն խնդիր է լուծում, սակայն առաջարկ ունի մասնավորապես փաթեթի հարկատեսակներից գյուղնշանակության անմշակ հողատարածքների վրա հարկ սահմանելու մասով։ Օրինակ ես կառաջարկեի 50 հեկտարից ավել կամ 20 հեկտարից ավել, որովհետև մենք ունեցել ենք սեփականաշնորհում, ցանկացած ծուխ կարող է ունենալ, ասենք 20 հեկտար իր համար մշակման հող։ Եվ ինքը չունենալով լուրջ ռեսուրսներ, չկարողանա մշակել, այսինքն նրանց վրա չազդի, բայց կան մարդիկ, որ ասենք հազարավոր հեկտարներ սեփականաշնորհն չեն մշակում։ Գյուղատեսական նշանակության անմշակ հողեր ասելով մենք անպայման կհասկանանք այն հողատեսքերը գյուղնշանակության, որոնք օրինակ 5 կամ 10 հեկտարից ավելի մեծ են։ Այսինքն սահմանը մենք քննարկենք, իհարկե մենք կանենք որոշակի վերլուծություն։ Մենք գնայինք այդ որ սահմանն է, որից ավելի ներքև մենք հայտնվում ենք սոցիալական խնդիրների շրջանակում։ Կան հսկայածավալ հողեր, որոնք ձեռք են բերվել վերջի տարիներին, որոնք սկսում են հարյուրավոր հեկտարներից հասնում են հազարավոր հեկտարների, որոնց մի զգալի մասը ընդհանրապես գյուղատեսական շրջանառությունից դուրս է։ Եթե այս հարկատեսակի մասով օրինակ հարկման դաշտը միանգամայն տեսանելի է, ապա ինչ ասել վաճառքի հարկ կոչվածի մասին։ Կառավարության ներկայացուցիչը չի բացառում, որ նման հարկատեսակ ընդհանրապես չի լինի։ Համայնքների զարգացումով ավելի ներքևում անհանգստացած կառույցներում այլ տեսակետ ունեն։ Ինչ է վաճառքի հարկը։ Վաճառքի հարկը դա ճիշտ ավելացած արժեքի հարկն է։ Դրանք նույն դաշտով, նույն դաշտում նույնպես նույնատիպ գանձվող հարկեր են։ Հնարավոր չի, որ մենք ունենանք 20% ավելացած արժեքի հարկ եւ մտցնենք եւս 1 կամ 2% վաճառքի հարկ։ Դրանք անհնարին է այդպես բան, որովհետեւ կստացվի նույն հարկից 2 հարկ։ Իսկ ինչի չանենք սենց 18% ավելացած արժեքի հարկի գնա պետական բյուջե, 2% գա համայնքի բյուջե։ Եթե կառավարություն ազգային ժողով միջակայքում բուռն քննարկում է անկախ կամ կախված քաղաքական կողմնորոշումներից, եւ եթե ազգային ժողովը փորձում է խնդիրը դիտարկել հասարակ մահկանացուներին ավելորդ հարկային բեռի տակ դնելու տեսանկյունից, իսկ կառավարությունը համբերատար կերպով բացատրում է, որ մասսայական հարկահավաքություն չի նախատեսվում, ու միայն նախատեսվում է ուժեղացնել համայնքային բյուջեները վերը նշված դեռ քննարկելի հարկատեսակներով։ Տեղական ինքնակառավարման մարմիններում զուսպ վիրավորանքով հետևում են ազգային ժողովում որոշ պատգամավորների կողմից իրենց հասցեին արված որակումներին ու անվստահությանը։ Եթե տալիս են ապակենտրոնացման իշխանությունը, տալիս է իրենից այդ իշխանությունը վերցնում եւ տալիս է համայնքներին, ես կուզենայի որպես մեր ազգային ժողովի պատգամավորները նաեւ այդքան խորը չվշտանային այդ հարցով, ինչու որովհետեւ դրա հետ մեկտեղ նաեւ կառավարությունը վերցնում է իր վրա վերահսկողության այդ բոլոր պարտականությունները, որքանով որ տալիս է, այնքանով ավելի ավելացնում է մեր պատասխանատվությունը իշխանության տարբեր ստուգող ոլորտների հանդեպ։ Բոլորը ներկայացնում են, որ այդ հարկատեսակ մտցնելուց հետո ուրիշ բան չկա անելու, միայն պետք է այդ փողերը հավաքել, ինչպես, ոնց, ինչ մոտիվացիայով։
Չէ՞ որ ազգաբնակությանը պիտի բերել նրան, այսինքն պիտի խելոք բան մտցնել, խելոք բանից հետո պիտի վարչարություն իրականացնել, վարչարության արդյունքում պիտի արդյունք ցույց տալ։ Կառավարման համակարգի ապակենտրոնացում մեր երկիրը ընդունել է այս ճանապարհը։ Մեծ հաշվով տեղական ինքնակառավարման մարմիններին ուժեղացնելը քայլ է հենց այդ նպատակին հասնելու։ Որևէ լրացուցիչ հարկային բեռ, վստահեցնում են օրինագիծը մշակողները, նախագիծը չի ենթադրում։ Երբ որ մենք համայնքին դարձրեցինք հողի սեփականատեր ու թույլ տվեցինք, որ ինքը հող վաճառի, ոչ մեկը չասեց, որ ավագանին կամ համայնքի ղեկավարը ունի ունակություն հող վաճառելու։ Բոլորն ասեցին, ինչ լավ, այդ այն մի կտոր էլ մենք առնենք։ Երբ որ հիմա այդ հողը, այդ նույն վաճառողը պետքա չափի ու դրա նկատմամբ հարկ դնի, մենք գոռում ենք, ասում ենք չի կարող անել։ Այսինքն ինչ որ մեզ պետք է նրանց տալ, որից մենք շահ ունենք, նրանք կարող են անել։ Ինչը որ մեզ համար վնաս է, մենք ասում ենք, որ չեն կարող։